Բարի եւ օրհնյալ կիրակի սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս հրաշալի օրվա առիթով շնորհավորում ենք ուրախ ծաղկազարդ բոլորի սիրելիներս, թող օրհնյալ լինի մեր Տիրոջ հաղթական մուտքը ոչ միայն այն ժամանակվա Երուսաղեմ, այլ այս ժամանակվա հոգևոր Երուսաղեմը, որն է իր փառավոր մարմինը, իր ընտանիքը, ամեն։ Եկեք մեր ծափահարությամբ օրհնենք նրան, պատվենք նրան, մեր Աստված արժան է ամենայն պաշտամունքի, մեր Աստված արժան է ամենայն փառաբանության, ամեն, հալելույա։ Ուզում եմ ձեզ Սուրբ Գրքից մի տեղ կարդալ, վստահ եմ, որ այս համարները այսօրվա համար արդիական են։ Այսպես է ասում Սաղմոս 24 եւ 7-րդ համարից է ասում է, որ ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, բարձրացրեք ձեր գլուխները, ով հավիտենական դռներ, որ փառած թագավորը ներս մտնի։ Ով է այդ փառած թագավորը, միասին կարող ենք ասել, ով է նա։ Նա զորավոր Տերն է, նա ուժեղ Տերն է եւ զորավոր է պատերազմի մեջ, ամեն։ Կարող ենք միասին այսպես հռչակելով ասել, նա Տերերի Տերն է, նա զորքերի զորագլուխն է, նա ամենն է ամեն բանի մեջ, հալելույա։ Եվ ասում է շարունակություն, ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները եւ բարձրացրեք ով հավիտենական դռներ, որ փառքի թագավորը ներս մտնի։ Ով է այդ փառքի թագավորը։ Ուրեմն լսեք ով է։ Զորքերի Տերն է այս փառքի թագավորը, հալելույա։ Նա զորքերի Տերն է։ Նա է կառավարում ամբողջ բանակը, նա է կառավարում պատերազմը։ Իմ եւ քո կյանքի մեջ նա է կառավարում, ամեն։ Եկեք այս զորքերի Տիրոջը շատ փառավոր ձևով ծափահարենք, զորավոր ձևով օրհնենք եւ ասենք օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Այս հռչակումը անում էին իսրայելացիները, հրեաները, բայց այսօր այս հռչակումը վերաբերում է նաեւ մեզ։ Օրհնյալ լինի այն թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով։ Նա չի գալիս որպես ծառա, նա գալիս է որպես Տեր։ Ամեն։ Այս հրաշալի երգը միասին պիտի երգենք եւ փառաբանելով օրհնենք Տիրոջը։ Միասին ասենք. Ուրախությամբ սպասում ենք քեզ, Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսը քո, ու կորցնենք քեզ, կմեծարենք Աստծո հոգով։ Պատրաստ եք միասին օրհնենք Տիրոջը մեր ծափերով, միասին։ Ուրախությամբ սպասում ենք քեզ, Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավատում կտեսնենք երեսը քո, ու կորցնենք քեզ, կմեծարենք Աստծո հոգով, մեր ծափերով, Մարանաթա, Մարանաթա, Հոսաննաներ, Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ ու սիրով սպասում ենք քեզ, Մարանաթա, Մարանաթա, Հոսաննաներ, Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ ու սիրով սպասում ենք ծափերով միասին, հարսը պատրաստ է զարդարված սուրբ, միասին բարձր, կատարվել են միասին ասենք, արի Հիսուս ծանոթել ենք քեզ ենք կանչ, նորից ասենք, հարսը պատրաստ զարդարված է սուրբ զարդերով, զորությամբ սպասում ենք քեզ սուրբ հանդերձով, կատարվել են սուրբ խոսքերը այս աշխարհում, արի Հիսուս կարոտել ենք քեզ ենք կանչում, Մարանաթա, միասին, Մարանաթա, Հոսաննաներ, Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ ու սիրով սպասում ենք, Մարանաթա, 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 Հոսաննաներ, Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ միասին կարող ենք դահլիճը, միասին բոլորս ասենք, Մարանաթա, Մարանաթա։ Ավելի համարձակ, արի հրաշալի է, նորից ասենք միասին, Մարանաթա, Մարանաթա, Հոսաննաներ, Աստծո գարին, արի Հիսուս, արի
Տիրոջը, մեր Աստված արժան է լավագույն պաշտամունքի։ Այս որ երգում էին հրյաները, իսրայելացիները, օրհնյալ է թագավորը, այսօր այդ թագավորը այստեղ է։ Նրան, որին սպասում էին, նա արդեն եկել է։ Նա արդեն իր խոսքի համաձայն այստեղ է, սիրելիներս։ Եկեք միասին օրհնենք, պատվենք նրան, որտեղ մեր Աստված արժանի է լավագույնին, օրհներգենք Ովսաննա, հալելույա։ Կարող ես աղաղակ բարձրացնել։ Բարձրացրու քո աղաղակը, օրհնյալ է Տեր Հիսուս։ Ովսաննա հալելույա, օրհներգենք Ովսաննա հալելույա, օրհներգենք Ովսաննա հալելույա, օրհնենք թագա։ Մեր ծափերով միասին նորից ասենք օրհներգենք, օրհներգենք Ովսաննա հալելույա, օրհներգենք Ովսաննա հալելույա, օրհներգենք Ովսաննա հալելույա, օրհնենք թագա։ Արքան նորից կգա Երուսաղեմ, արքան նորից կգա, արքան նորից կգա, արքան նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա արքայի։ Արքան նորից կգա, արքան նորից կգա, արքան նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա արքայի։ Որ ճապահար պահճում է իշխանը խավարի, հարության զորությունն է բացվել ողջուրբերի, Տիրոջ լույսն ու փառքն է տարածում ամենու, քանզի մեր Տերն է գալու։ Երուսաղեմ արքան, նորից կգա արքան, նորից կգա արքան, նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա արքայի։ Արքան նորից կգա, արքան նորից կգա, արքան նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք։ Մեր ծափերը բարձրացնենք միասին և օրհնենք նրան։ Արքայի ժողովուրդն է, միասին բարձրացնում հաղթության ձայն, տարածում սիրոհուր, մեր Տերը թագավոր է, արքան Էմմանուել, և նա շուտով գալու է։ Երուսաղեմ արքան, նորից կգա արքան, նորից կգա արքան, նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, թողնենք ոսողի, Ովսաննա արքայի։ Արքան նորից կգա արքան, նորից կգա արքան, նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա։ Միասին ասենք, արքան նորից կգա, նորից կգա, ուրախությամբ, ցնծությամբ երգիր այս երգը։ Հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա։ Եվս մեկ անգամ, եվս մեկ անգամ, արքան քո դիմավորելու երգը երգիր։ Հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա արքային, արքան, արքան, նորից կգա արքան, նորից կգա արքան, նորից կգա Երուսաղեմ, հոգով կշղթայի, չարանենք ոսողի, Ովսաննա արքային, Ովսաննա արքային, Ովսաննա արքային։ Ամեն, հալելույա։ Փառք Տիրոջը, ուրախ եք։ Մեկ օր այդ Հիսուսը, որին մենք հիմա երգում ենք Երուսաղեմ գա, մի օր գալու է մեզ տանի Երուսաղեմ։ Մենք հիմա այս երկրի վրա ենք սպասում ենք իր քաղցր անուշ վերադարձին, բայց երկինքն էլ սպասում է մեր վերադարձին։ Շուտով պիտի գնանք այնտեղ։ Ամեն, որտեղ Աստված մեզ պատրաստել է մի թագավորություն, որի հավերժական թագավորը ինքն է։
Ինչ որ մեկին շրջվի, դարձիր եւ ասա շատ ուրախ եմ որ դու պիտի այդտեղ լինես։ Հանկարծ չբացակայես։ Հալելույա, օրհնյալ լինի Տերը։ Խնդրեմ սիրելիներս մի քանի րոպե համեցեք, լսենք հայտարարություններ եւ հետո կշարունակենք։ Այս գիրակի օրվա համար, այս ծաղկազարդի համար, եկեք միասին մեր սրտերը պատրաստենք ավելի խորը Տիրոջը մոտենալու, երկրպագելու համար։ Մեր Աստված, շնորհակալ ենք, որ այնքան սիրեցիր մեզ, այնքան սիրեցիր աշխարհը, Տեր, որ տվեցիր քո միածնունդ որդուն։ Շնորհակալ ենք, Տեր, այն զոհի համար, Տեր, որ տվեցիր մեզ փրկագնելու համար։ Մենք խոնարհվում ենք քո առջև, բարի Հայր Աստված։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քո որդու Հիսուս Քրիստոսի համար։ Թող փառավորված լինի քո սուրբ անունը Հիսուս մեր կյանքերում։ Միասին երգենք։ Charge-moi
Երկրպագենք նրան, մեր ձեռքերը պարզեն դեպի Տերը։ Այսօր մեր ձեռքերի մեջ կարող են ճյուղեր լինել, վաղը չլինել։ Մեր ձեռքերի մեջ կարող են դրոշներ լինել, բայց վաղը չլինել։ Բայց մեր ձեռքերը կարող են միշտ պարզած մնալ դեպի Տերը։ Եվ կարող ենք նրան ասել ամեն ժամանակ, որ դու իմ Աստվածն ես, ինձ զորացնող, ինձ բարձրացնող Տերը։ Մենք շնորհակալ ենք քեզ, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Բարձրացրու քո ձայնը, հնչեցրու քո ձայնը։ Ովսաննա, ովսաննա, նշանակում է ով Տեր, փրկիր մեզ հիմա, փրկիր մեզ հիմա։ Տեր, մենք քո կարիքը ունենք, մենք առանց քեզ ոչինչ չենք կարող անել։ Մենք առանց քեզ թույլ ենք, առանց քեզ տկար ենք ու ոչ մի բանի պետք չենք։ Բայց երբ դու կաս, բայց երբ դու գալիս ես, ամեն տկարը զորություն է հագնում, որովհետև դու ես նրան զորացնողը։ Մենք շնորհակալ ենք քեզ, Հիսուս։ Չենք ուզում Տեր նմանվել այն ամբոխին, որ մի ժամանակ կարող էին աղաղակել, քեզ փառավորել, քեզ գովաբանել, քեզ բարի գալուստ ասել, քեզնից փրկություն խնդրել եւ օրեր հետո նույն ձայնով աղաղակել խաչեք նրան։ Սիրելի Տեր, մենք աղոթում ենք, որ ոչ մի մեղքը երբեք չկարողանա հաղթել քո ժողովրդին։ Շնորհակալ ենք, որ դու մեր զորությունն ես։ Շնորհակալ ենք, որ դու մեր ապավենն ես, դու մեր ամրությունն ես։ Թող ամեն տկար զորանա, որովհետև գիտենք ու մենք հավատացել եւ գիտենք, որ նա կարող է պահել այդ ավանդը մինչև վերջ։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Մեր սիրտն ենք փռում քո առաջ, մեր էությունն ենք փռում քո առաջ, մեր երկրպագությունն ենք բերում քեզ, մեր պսակներն ենք դնում քո առաջ, մեր հաջողություններն ենք դնում քո առաջ, մեր ամբողջ էությունը ուզում է քեզ ասել դու մեր ամենն ես, անգամ մեր հպարտությունը, անգամ մեր ինքնահաստատությունը դնում ենք քո առաջ եւ ասում ենք քայլիր դրանց վրայով, Տեր։ Քայլիր, Տեր, մտիր մինչև մեր խորը տաճարը, մինչև այն ներքին անձը, այն ծածուկ, այն չերևացող տեղը եւ քո ազատարար զորությունով բժշկիր եւ մաքրիր մեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Թող թույլն ասի հզոր եմ ես, աղքատն ասի հարուստ եմ ես, կույժն ասի տեսնում եմ ես, ահա ինչ Տերն արեց ինձ հետ, թող թույլն ասի հզոր եմ ես, աղքատն ասի հարուստ եմ ես, կույժն ասի տեսնում եմ ես, ահա ինչ Տեր արեց ինձ։ Միասին տարածենք մեր ձեռքերը եւ ասենք Ովսաննա, Ովսաննա Քրիստոսին, որ խաչեց, Ովսաննա, Ովսաննա, կենթանի է նա հավետ,
Ինչտերն արեց ինձ հետ Թող թույլն ասի տեսնոր եմ ես Աղքատն ասի հարուստ եմ ես Կույրն ասի տեսնում եմ ես Ահա ինչտերն արեց Ձեռքերը բարձենք միասին Ովսանա Քրիստոսին որ հաղթեց Ովսանա կենթանի են նա հավեր Ովսանա Քրիստոսին որ խաչվեց զորավոր ծափահարություն իրան, ավելի փառահեղ ծափահարություն, Աստված արժանի Աստված է, միակը և ճշմարիտը հավերժ, ամեն, Տեր օրհնի ձեզ սիրելիներս, կարող ենք մի քանի րոպե նստել և հրաշալի մի խոսք պիտի լսենք մեր նվիրաբերությունները բերելու և հետո կանցնենք շարունակությանը։ Փառք Տիրոջ այսօրվա համար, գիտեք գալուց մտածում էի ինչպիսի խոսքերով սկսեմ, մեր մարդկանց մեջ, աշխարհիկների մեջ շատ ենք լսում այս բառը, չէ, այս մարդը ինչ բախտավոր է։ Բայց ես ուզում եմ այսօր այդ բախտավոր բառին նայենք մենք ինքներս մենք ենք բախտավոր, որ Տիրոջ տան մեջ ենք։ Ամեն։ Եկեք փառտնանք Տիրոջը։ Ինչպես ամեն կիրակի այսօր եւս պետք է խոսենք 10-րդից եւ երկու համար եմ մոտս նշել եւ ուզում եմ զուգահեռ կարդամ առաջի անգամ 10-րդի մասին Աստվածաշունչը խոսում է Գիրք Ծննդոցում 14-րդ գլխի մեջ եւ 20-րդ խոսքից Աբրահամում եւ օրհնյալ լինի բարձրյալ Աստվածը որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց եւ նա ամեն ինչից 10-րդ տվեց սա առաջի համարն է Եվ կուզեմ միանգամից երկրորդը կարդալ, երկրորդ համարը վերցրել եմ Մատթեոս 23 գլխից և հենց 23 խոսքից, հեշտ համար է, կարող եք հիշել, Մատթեոս 23-23, Վայ ձեզի դպիրներ ու փարեսիցիներ, կեղծավորներ, որ անանուխի, սամիթի և չամանի 10-րդը տալիս եք, Բայց թողել եք օրենքի ամենակարևոր բաները, արդարությունը, ողորմությունը և հավատքը, սրանք պետք է անեիք և մյուսն էլ անկատար չթողնեք։ Ինչն է հետաքրքիր, տես մոտ 4000 տարի չափ է անցել, առաջի 10-րդի մասին, որ Աստվածաշունչը մեզ սովորացնում է և նոր կտականում Այստեղ, եթե այս կտակարանները ունեք, այս մեկը, կարմիր բառերով է Հիսուսը և Հիսուսի խոսքերը գրած և գրում է Հիսուսը զգուշացնում է։ Այսինքն այսքան տարիներ հետո Աստված ևս զգուշացնում է իր օրենքների մասին, նշելով 10-րդի մասին, բայց կարևորություն ուզում եմ տալ, որ այստեղ նշում է չմոռանանք, դրանից ավելի կարևոր բան է, որ մենք արդար ապրենք, ճիշտ ապրենք, ողորմությամբ և հավատքը պահենք։ Ինչի՞ եմ սրանք ուզում նշել, որտև շատ անգամ մենք միգուցե
10-րդի մեջ արդեն ընտելանում ենք եւ մեր ձեռքը բացվել է եւ տեսնում ենք մեր կյանքի մեջ նորից շատ օրհնություններ միգուցե չլինեն։ Ինչու՞։ Որովհետեւ Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ ամեն ինչին պիտի ուշադրություն դարձնենք։ Միգուցե մենք 10-րդի մեջ արդեն խոնարհաբար տալիս ենք Աստծուն, բայց մեր կյանքի մյուս էրիաների մեջ կաղում ենք։ Դրա համար ամեն անգամ, երբ որ գալիս ենք եկեղեցի, լսելով 10-րդի մասին եւ խոսքի մասին, պիտի յուրաքանչյուրս քննենք ինքներս մեզ եւ տեսնենք ուրիշ ինչ էրիաներ կա, որ պետք է անպայման սովորենք եւ մեր կյանքերում ամեն օր լավացնենք։ Եվ դրա հետ էլ մեկտեղ, երբ որ 10-րդի մեջ ենք, մենք արդար գտնվում, հավատա Աստված սկսում է քեզ օրհնել եւ օրհնել։ Ամեն։ Եկեք տանք մեր 10-րդները, Փառք Տիրոջ։ Օրհնյալ լինի Տերը, գիտեք, այս վայրը միշտ պատասխանատու վայր է, այս ամբիոնը, որովհետև ստեղ կայնողը պետք է Աստծուն ներկայացնի, ստեղ պետք է Աստծու ճշմարտությունը ներկայացնես, դա համար ամեն անգամ կայնելուց միշտ վախ ունենք, չգիտեմ, ես վախ ունեմ, Տիրոջը միշտ խնդրել եմ, որ ինչքան քո մասին խոսամ, թող ճշմարտությունը խոսամ, որովհետև սրանով թե ինձ պետք է ապրեսնեմ եւ թե նրանց, ովքեր ինձ կլսեն, դրա համար թող Տերը փառավորվի եւ առաջնորդի Աստծո ժողովուրդ։ Մի հատ վկայություն պատմեմ ու կանցնեմ իմ քարոզին։ Սրանից 15 տարի առաջ որոշեցի, որ պետք է իմ բիզնեսն ունենամ, ոսկերչական։ Ամեն ինչ առա, Աստծո հրաշքով, գործիքները, ամեն ինչ առա, սենակը վարձեցի, գործիքներս տեղավորեցի, մնում էր միկրոսկոպ, որ պետք է առնեմ։ Չկա։ Որտեղ նայում եմ չկա, ինտերնետով չկա, խանութներում ճապոնական է, դել հարմար չի մաշկերին։ Մի խոսքով չեմ ճարում։ Ամեն ինչ պատրաստա չկա։ Մի հատ հոգևոր լավ եղբայր կար, ինքը ուներ զապաս, ես ձև ասեմ։ Ասեցի տուր առնեմ, չտվեց։ Ասեցի լավ պարքով տուր, էլի մինչև ճարեմ կվերադարձնեմ, չտվեց։ Ես այդ գնացի եւ աղոթք եմ անում եւ Տիրոջ բողոքում եմ։ Էս ինչ ձևի մարդ են սրանք։ Բայց ես տես կանե, սկսեցի բողոքել, աղոթել, իրիկունը ժամը 10-ն է, աղոթում եմ, լավ աղոթեցի կես ժամ։ Աստծուն բողոքեցի, ներկայացրեցի ինչ կատարվում եւ առավոտ ժամը 10:30 ինչ որ մեկը հենց նույն իմ ուզած համարով, նույն միկրոսկոպը ինտերնետի մեջ դրել էր վաճառքի։ Տեղում առա, Փառք Հիսուսին։ Ու տարիներ, երկար տարիներ մինչև վերջերս անընդհատ հիշում եմ եւ այս աղբորը մեղադրում եմ, որ ինքը ինձ չծախեց։ Լավ աղբեր չես։ Եվ վերջը մի օր Տերը խոսաց դրա մասին եւ ասեց հետեւյալը. եթե նա միկրոսկոպը տար, այսօր այս հրաշքը չէր եղնի քո կյանքի մեջ։ Եվ ես ուրախացա եւ փառք տվեցի Տիրոջը, որ չտվեց, ասում եմ, միշտ լավա չտվեց, այսօր վկայելու բան ունեմ ես, որովհետեւ եթե տար չէի ունենա, եթե չտվեց, ուրեմն Աստված հրաշքարեց եւ փառք Հիսուսին, հա, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն երբ որ հնազանդվում ենք, Աստված հետաքրքիր հայտնություն ա տվել Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմի մասին։ Մի շատ կարևոր համարի վրա, որ 35 տարի եկեղեցու մեջ եմ, Աստվածաշունչ եմ կարդացել 35 տարի եւ երբեք ուշադրություն չեմ դարձրել մինչեւ 3։ Մինչեւ 3, որ Տերը բացեց գաղտնիքը, որովհետեւ Տիրոջն ասում է, այստեղ ինչ կա։ Հատուկ մի բան չկա, էլի ինչ տամ։ Բայց Աստված հենց բան տվեց, որ հասկացա, որ սա Աստվածաշունչի ամենակարևոր մասն է, որ պետքա վերջում ձեզ ներկայացնեմ Աստծո ժողովուրդ, սա ուրեմն ձեր մտքի մեջ պահեք վերջում, լավ բաժինը վերջում, որ համով գնանք։ Բայց մինչև այդ ուզում եմ խոսքս վերնագրեմ հետևյալ ձև. ով է Աստված քեզ համար։ Այսի շատ կարևոր խոսք է, որ սրա վրա ես երկար ժամանակ մտածում եմ, թե ով է Աստված ինձ համար։ Աշխարհի համար կարող է շատ բան եղնի, բայց ով է ինձ համար Աստված։ Երբ որ երկու հոգի հանդիպում են իրար, ամենաառաջի բանը, անծանոթ մարդիկ ինչ են անում, ով գիտի։ Ամենաառաջի բանը ծանոթանում են եւ իրար անուն են հարցնում, չէ՞։ Երբ որ ընկերանում են, առաջի բանը անունը, ինչ է քո անունը։ Չես կարա մեկ այդ շփվես, շաբաթներ, ամիսներ եւ անունը չիմանաս։ Այդ ձև եղելա ձեզ հետ, ինձ հետ չի եղել։ Առաջի բանը բարև ինչպես ես եւ ես Սամվելն եմ, մեկ իրանն հարցնում եւ տես ծանոթություն։ Ուրեմն երբ որ Մովսեսը անապատի մեջ
գառներն էր արածեցնում եւ ինչ եղավ, տեսավ մորենին, որ վառվում է կրակով։ Հիշում եք այդ պատմությունը։ Ելից գրքի մեջ։ Մորենին վառվում է եւ Մովսեսի հետ աշկրությունը շարժեց, որովհետեւ վառվում է եւ չի վերջանում։ Ոնց որ մեր մոտ մենք կրակներ շատ ենք տեսել, չէ՞, վառվում են եւ վերջանում են, ամեն ինչ վերջանում է։ Բայց այս մորենին, որ պետքա շուտ վառվեր գնաց, չի վերջանում եւ մոտենում է, ասում է տենամ ինչ է, եւ Աստված խոսում է այդտեղ եւ զգուշացնում է կոշկները, թան այդտեղը սուրբ է եւ Մովսեսը այդտեղ իր երեսը ծածկում է, որ Աստծուն չտեսնի եւ Աստված խոսում ասում է իմ ժողովրդի տառապանքը տեսա եւ լսեցի Եգիպտոսի մեջ, հիմա արի քեզ ուղարկեմ, որ գնաս իմ ժողովրդին ընդդեից հանես։ Մովսեսն էլ ասում է ես ով եմ, ես ոնց կարամ գնամ, չէ՞, փարավոնը ով, ես ով, ոնց կարամ գնամ փարավոնի մոտ, վերջը։ Երբ որ Աստված ստիպում է Մովսեսն ասում է լավ, որ գնամ քո ժողովրդիդ ինչ ասեմ, ով ես դու, քո անունդ ինչ է։ Առաջի ծանոթությունը, չէ, Մովսեսի եւ Աստծու միջև, սա էր, որ Մովսեսը պետք է Աստծու անունը իմանար, ինչ է քո անունը։ Եվ Աստված ասեց հետևյալը, Ծննդոց 3-րդ գլուխի մեջ, 14-րդ խոսքը։ Աստված ասեց Մովսեսին. ես եմ որեն։ Այսպես պիտի ասես Իսրայելի որդիներով, ինձ որենը ուղարկեց։ Գիտեք, մի զարմանալի անուն է, որ հազարավոր տարիներ ամինչև օրս այս անունի վրա մտածում են եւ դեռ հստակ պատասխան չկա։ Ինչ էր դա նշանակում։ Ես եմ որեն։ Ես մտածում եմ, որ սա նշանակում է ես եմ ամենը ամեն բանի մեջ։ Որովհետեւ երբ որ նայում ես Աստված ամեն ինչի մեջ կարաս Աստծուն տեսնես։ Աստված շատ անուններ ունի, շատ միջոցներով, շատ անուններով է մարդկանց հայտնվում։ Ուրեմն նա պատկերացրեք, ես մի անգամ եղա մի հյուրանոցում, որտեղ երկու պատիկոմը, դիմաց եւ հետևը երկու հայլեններ դրած եւ մի քիչ թեք։ Եվ երբ որ նայում էի, ինձ կարծես թե միլիոն հատ սանվել կար այդ հայլու մեջ, sense նայում ես գնալով փոքրանում է, միլիոն հատ սանվել առաջից, միլիոն հատ սանվել հետևից, ոնց նայում էի, ես էի։ Պատկերացրեք, հայտնվել եք մի սենակում, որտեղ տարբեր անկյուններից հայլիներ կա եւ դու մեկից, ասենք, թիվ չկա, չես կարող քեզ հաշվես, թե ինչքան ես։ Աստված էս ձև է։ Երբ որ Աստծուն փորձում ես ճանաչես, ինքը ամեն անկյունից տարբեր է։ Ու իրան չես կարողանում հասկանալ։ Դրա համար մինչև օրս մարդիկ փորձում են հասկանալ, թե ով է Աստված։ Միտեղ Աստված ներկայանում է որպես ինչ, որպես փրկիչ։ Միգուցե Աստված որպես փրկիչ է։ Միգուցե Աստված որպես հայր է, չէ՞։ Մի ուրիշ անկյունից նայում ես նա որպես դատավոր է ներկայանում։ Մի ուրիշ անկյունից նայում ես նա որպես պատերազմող, նա որպես բժիշկ։ Մեկ ուրիշ անկյունից նայում ես նա սիրող Աստված է։ Մեկ ուրիշ անկյունից նայում ես նա ներող Աստված է։ Չես հասկանում։ Մեկ ուրիշ կողմից նայում ես նա թագավոր է։ Մեկ ուրիշ կողմից նա գթած Աստված է։ Մեկ ուրիշ կողմից ողորմած Աստված է։ Թվարկել եմ, sense դիքը գրել եմ, որ գրեի ամբողջ թերթը կգլծվեր։ Մեկ ուրիշ կողմից նա վրեժխնդիր Աստվածա որ նայում ես։ Մեկ ուրիշ կողմից նա բարի է, մեկ ուրիշ կողմից նա խիստ է, մեկ ուրիշ կողմից նա հոգատար է, չէ՞, մեր բոլոր հոգսերը եւ կարիքները։ Մեկ ուրիշ կողմից հրաշագործ է, մեկ ուրիշ կողմից համբերատար է, մեկ ուրիշ կողմից նա Տեր է, մեկ այլ ուրիշ ձևի է։ Մեկ ուրիշ կողմից սքանչելի Աստված է, մեկ ուրիշ կողմից ինքը բարի հովիվ է, չէ՞։ Մեկ ուրիշ կողմից ինքը ստեղծագործ Աստված է, չես հասկանում ինքը ինչ է։ Մեկ ուրիշ կողմից ինքը սեր է։ Եվ այս ձև կարանք շարունակենք Աստծո ժողովուրդ։ Դրա համար մարդիկ միջև որ չեն հասկանում Աստված ով ես։ Ամեն անգամ մի նոր բան ես գտնում Աստծո մեջ։ Ով ես դու Տեր։ Մովսեսն ասում էր գնամ ասեմ ինձ ով ուղարկեց, ասա որենն ուղարկեց, այսինքն ես եմ ձեր փրկիչը, ես եմ ձեր ազատագրողը, ես եմ ձեր ստեղծողը, ես եմ։ Նա շատ մեծ է, Սուրբ Գիրքն ասում, Աստված մեծ է, նա անըմբռնելի է։ Այսինքն նա երբեք չեն կարող սկզբից մինչև վերջ հասկանալ թե ինքը ով է։ Շատ մարդիկ եթե կերնեն որ ասեն մենք Աստծուն լավ գիտենք, իմացեք չգիտեն։ Լավ չեն ճանաչում Աստծուն։ Գիտեք, վերջերս մտածում եմ որ Աստվածաշունչի մեջ տենաս որ նյութն ամենախորը նյութը։ Հեշ մտածել եք, ամենախորը նյութը կարող է Հիսուսի արյան մասին է։
չէ։ Կարող է փրկության մասին ամենախորը թեման, չէ։ Կարող է հայտնության գրքի մասին, չէ, կարող է դատաստանի մասին, չէ, բա որն է ամենախորը նյութը, գիտությունը այդ որն է, շատ եմ մտածել, եւ գտա մի բան, սերը, Քրիստոսի սերը, Սուրբ Գիրքը այդ էլ ասում է, որտեւ այս հարցն չի մեջս առաջացավ, շատ մարդկանց հետ եմ հանդիպել եւ լսել, որոնք ասում են, «Էս ինչ եկեղեցին շատ խորը բաներ է քարոզում»։ Եվ մտածել եմ, այդ խորը բաները ինչ հա տենաս այդ, որ մենք չենք քարոզում։ Եվ շատ մտածեցի եւ հասկացա ամենախորը բանը, եթե սերը չեն քարոզում, ուրեմն այդքան խորը չի, որտեւ Գիրքն ասում է Քրիստոսի սերը շատ խորն է, չէ, երկար է, բարձր է, անքննելի է նրա սերը, հասկանալի չի։ Դրա համար Սիրելի Աստծո ժողովուրդ, նա անըմբռնելի Աստված է, նա անհասկանալի շատ ժամանակ Աստված է, նա անսահման Աստված է, նա պարզապես մեր մարդկային մտքով չեն կարող Աստծո մեծությունը նկարագրենք։ Համաձայն եք ինձ հետ, ինքը շատ մեծ Աստված է, փառք մեր Տիրոջը, բայց Աստծո խոսքը մեզ օգնության է գալի եւ ասում է, որ Աստծուն կարող ենք ճանաչել մի հատ միջոց կա։ Աստված թույլ է տվել եւ այդ միջոցը ավետարանն է Աստծո ժողովուրդ։ Աստվածաշունչ գիրքը ինքը մի հատ միջոց է, որ Սուրբ Հոգու օգնությունով կարանք Աստծուն հասկանանք։ Դրա համար ենք ասում գիրք կարդացեք, չէ՞։ Մեր մամաները, որ դպրոց են գնում, գիրք կարդացեք։ Հիմա մենք ենք ասում, Սուրբ Գիրք կարդացեք, ինչի, որ Աստծուն ճանաչեք, որ հասկանաք ինքը որպես բժիշկ ինչպիսին է, ինքը որպես ստեղծող, ինքը որպես քո Տեր, ինքը որպես քո Փրկիչ, ինքը որպես քո Հովիվ ինչպիսին է, նա միայն մի մակերեսորեն չի, որ ասես, հա ինքը իմ Փրկիչն է ու վերջ, չէ, նա ավելի խորը բաներ ունի պահած քեզ համար։ Դրա համար ինչքան Աստծուն ճանաչեք, այնքան ավելի ձեր վստահությունը հավատացնում եմ Աստծո վրա կբարձրանա։ Գիտեք, հավատալը եւ վստահությունը տարբեր բաներ են։ Կարանք շատերս հավատանք Աստծուն, բայց երբ որ պահը գա չվստահենք, չէ՞։ Կարանք օրինակի համար ասենք լարի վրով մեկը քայլի այն կողմը եւ հետ գա եւ ծափահարես, որովհետեւ տեսար եւ հավատացիր, որ ինքը կարա գնա, բայց երբ որ ասի արի ուսերից նստի քեզ տանեմ եւ բերեմ, կարող է չվստահես, չէ՞։ Հաստատ չես վստահի։ Բայց երբ վստահությունը կգա, երբ որ ավելի շփվես իր հետ, երբ որ իր հետ փոքր սկսես փոքր քայլերով ավելի կբարձրանա քո վստահությունը։ Ինչքան Սուրբ Գրքի հետ հաղորդակցվենք, այնքան մեր վստահությունը, ճանաչողությունը Աստծո վրա ամեն ոլորտի մեջ, Աստծո ամեն անկյունի մեջ կսկսենք լավ ճանաչել Աստծո ժողովուրդ։ Կիմանանք ինչպես է ինքը բժշկում։ Գիտեք, Աստված նույն հիվանդներին տարբեր ձևով է բժշկում։ Օրինակ կույրերի մասին, երբ որ կարդաք, ամեն կույրի մի ձևի բժշկեց, մեկի աշկերին թքեց, մեկին ձեռ դրեց, մեկին ասեստեց, չէ՞։ Իա մոտեցումները տարբեր են։ Օրհնյալ լինի Տերը։ Դրա համար մեզ օգնության է հասնում Սուրբ Հոգին, որ ամեն ժամանակ ծննդոցից մինչև հայտնություն, մինչև վերջ օրը Սուրբ Հոգին ներկա է Աստծո ժողովուրդ եւ օգնում է մեզ Աստծուն ճանաչելու մեջ։ Առանց իրա չենք կարող ճանաչել։ Երբ որ Հիսուսը քահանաների հետ խոսում էր, միշտ այդ քահանաները որտեղ Հիսուս գնում էր, իրանք կային։ Ու երբ որ խոսում էր, ինչ էր ասում։ Հովանու ավետարան 5-րդ գլուխ 39-րդ խոսքը։ Գրքերը քննեցեք, ասում է։ Կկարծեք, թե նրանցով կարաք հավիտենական կյանք ունենաք, հարցատա։ Քննեցեք գրքերը, Սուրբ Գրքի մասին էր խոսքը։ Քննեցեք։ Գիտեք, քահանաները, այդ վարդապետները, այդ օրենքի փարիսեցիները ինչքան լավ գիտեին Աստվածաշունչը, գիտեք, որ շատ լավ գիտեն անգիր գիտեն։ Խոսքը լավ գիտեն, նրանք փոքրուց, եթե նկատել եք իրանց շորերի կողքը թելեր ունեն, հատուկ Աստծուց պատվիրած, եւ ամեն պատվիրանի հետ այդ թելերը գործում էին, համ գործում են, համ սովորում են։ Անգիր գիտեն, իրանց այս գլուխների կողքը մի կեր կտենակ թելեր ունեն կախած, այդ ամեն ինչը պատվիրան սովորելու հետ կախված է։ Բայց ամբողջ խնդիրներն են, որ Հիսուսին չկարողացան ճանաչեն, որովհետև Հիսուսն ասում է շարունակության մեջ, ահա ամենքը իմ մասին են վկայում։ Հետաքրքիր է, ամբողջ գիրքը սովորել են, բայց Հիսուսին չեն կարողանում ճանաչել։ Իրանց Տիրոջը չեն կարողանում, ինչի, որովհետև առանց Սուրբ Հոգու սովորեցին։ Այսօր շատ դպրոցներ կա, շատ ուսումնական հաստատություններ, ճեմարաններ կա, որտեղ առանց Սուրբ Հոգու են սովորում Աստվածաշունչը։ Եվ
Որպես արդյունք կարաք տեսնեք, որ Աստծուն հավատացող ժողովրդին հալածում են հենց իրանք։ Երկրի իշխանությունները չեն հալածում, երկրի հոգևոր կոչված առաջնորդներն են հալածում հենց Աստծո ժողովրդին։ Փարիսեցիներն են հալածում Հիսուսին։ Այն փարիսեցիները ովքեր, որ Մովսեսի ժամանակ կարգվեցին, որ պետք է Աստծո օրենքը սովորեցնեն ժողովրդին։ Սրանք այնքան առանց Աստծո, առանց Սուրբ Հոգու օգնության հասան Հիսուսին, որ Հիսուսին սպանեցին։ Այնքան լավ են սովորի Աստվածաշունչը։ Դրա համար Աստծո ժողովուրդ մեզ ինչա պետք Սուրբ Հոգու օգնությունով սովորենք։ Եթե մի բանը չենք հասկանում, մեր որ ասում ուղեղներին զոր չտանք, մեկ ուրիշ անգամ Աստված կսովորացնի։ Ժամանակին Աստված կսովորացնի։ Ես այսօր վերջում մի բան եմ ասելու, որ 35 տարի կարդացել եմ ու չեմ նկատել, բայց այսօր այդ ժամն է, որ Աստված տվեց եւ ես կփոխանցեմ ձեզ։ Փառք մեր Տիրոջը։ Նա մեր Տերը միշտ եղել է աշխարհի սկզբից ստեղծման են ակունքներում։ Նա միշտ այնտեղ է եղել։ Մենք ամեն մեկս հավատում ենք, որ Աստված է ստեղծել։ Ձևա թե չէ, երկինքը եւ երկիրը։ Գիտեք, Առակաց գրքի մեջ հետաքրքիր ձևով նկարագրում է, որ Հիսուսը ինքը մեր ճարտարապետն էր։ Հիսուսը ինքը ճարտարապետն է, այս երկնքի եւ այս երկրի։ Ինքն է վարպետորեն, ճշգրտությամբ, այն ամեն մանրուքները ինքն է իր ձեռքերով գծագրել։ Եթե ժամանակ ունենաք տանը Առակացուցի գլուխը ամբողջությամբ կկարդաք, Հիսուսն է խոսում, որովհետև Սուրբ գրքի մեջ, Առակաց գրքի մեջ իմաստությունը ինքը Հիսուսն է։ Բայց ձեզ համար մի քանի համար կկարդամ 28-րդ գլուխ 26-րդ խոսքից Տակավին երկիրն ու դաշտերը աշխարհից հողերը չստեղծված, անգամ հողը նա ինքը ստեղծել։ Երբ երկինքները կպատրաստվեր եւ անդունդների երեսի վրա կամար կգցեր, եթե երկինքը նայ, երկինքից նայես անդունդա, վերջը չի երևում, խորն է, բայց ինքը այնտեղ կամարներ էր գցում, չգիտեմ, ճարտարապետ էր, հրաշալի ճարտարապետ էր։ Անդունդներու երեսի վրա կամար կձգեր եւ ես այնտեղ էի ասում Հիսուսը։ Երբ վերի ամպերը կուժովցներ ու անդունդներու աղբյուրները կհաստատեր, երբ ծովին կանոն կդներ, որպեսի ջուրերը իր հրամանից դուրս չելնեն ու երբ երկրի հիմքերը կձգեր, ես այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի ասում Հիսուսը։ Եվ ամեն օր նրա զվարճությունն է եւ միշտ նրա արչեւ կուրախանայի։ Փառք մեր Տիրոջը։ Հիսուսը ինքն է այս ամեն ինչի, որ տեսնում ենք, որ չենք տեսնում, ամեն ինչի ճարտարապետը ինքն է։ Ինքն է այս միլիոնավոր աստղերը ամեն մեկը իր ճիշտ տեղը դրել։ Ինքն է արեգակը ստեղծել, եթե Սուրբ գրքի մեջ շատ տեղեր կա, որ ասում առանց քո հրամանի արևը չի ծագի, չէ՞, այտենց երկերել ունենք։ Որ ասում շվեյցարական ժամացույցի պես երկինքը իր համաստեղությունը աշխատում է։ Արևը ժամանակին է դուրս գա, տեսել եք այս կամ գրանցվել է մի դեպք, որ արևն ասի հավես չունեմ այսօր գործի չեմ գնամ։ Տես բան չի եղել։ Արևը ինչ ստեղծման օրվանից վառվում է, առավոտը գործի է գալի, իրիկունը տուն է գնում։ Եվ բոլոր աստղերը եւ լուսինը միասին։ Չի եղել մի դեպք, որ խախտվի։ Գիտեք, վերջերս մի հատ ժամացույց կար մոտս, ոսկե ժամացույց էր։ Ասին ոսկե ժամացույց է։ Քանդեցի, պարապ, գործ չկար, ասի, այս ժամացույցը քանդեմ, դե ամխի չի աշխատում։ Այնքան մանրուք sense, շուր բաներ, ֆռիկներ, բաներ։ Նայեցի, քանդվեց, թափեցի վերջը ժամացույցը։ Այս ֆռիկները հանել, ով կարա տեղը տնի։ Մենակ ստեղծողը։ Փառք մեր Տիրոջը, որ ինքը որպես ստեղծող Աստված Աստծո ժողովուրդ, այս ամբողջ համաստեղությունը ճիշտ ձևով աշխատում է եւ երբեք չի խախտվել մինչեւ օրս։ Մինչև այն օրը, որ իր խոսքով նորից կքանդվի։ Հայտնության մեջ գրած է, որ պետքա քանդվի։ Հենց որ բայց մենք փառք Աստծուն հույսով եմ այդտեղ չենք եղնի քանդվելուց, որովհետև վախելու է։ Ալբերտ Էյնշտեյն բոլոր դարերի մեծագույն կարելի ասել գիտնականներից ասել է հետևյալը, որ եթե տիեզերքը իր բազմամիլիոն կողմերով եւ կառուցվածքով լիներ սոսկ մի պատահականություն կամ պատահականության արդյունք, ասպան նույն հավանականությամբ կարելի էր հավատալ, որ տպագրական գործանի պայթունից հետո տարերն ու թերթերը ինքնաբերաբար կհավաքվեն եւ կստեղծեն մի կատարյալ բառարան։ Իսկ մարդը
այս ամեն ինչը տեսնելով գիտնական մարդ, չէ, հասկանում որ սա մարդու ձեռքի կամ պատահական ինչ-որ պայթունների հետևանք չի կարող եղնի։ Ես շատ եմ ուզում մեծ մի պայթուներնի մեծ մի հատ ոսկու քար ընկնի իմ տան գլխին, համաձայն եմ։ Երբեք սպասում եմ տես բան չի եղնում։ Չգիտես ինչի, որոշ գիտնականներ, աթեիստներ ընկած փորձում են այս ամեն ինչը տեսնեն եւ համարեն որպես պատահական արդյունք, բայց իրանք խաբված են եւ մի օր Տերը ողորմություն կանի։ Ինքն է երկնքի եւ երկրի Տերը։ Ինչ եմ ես ներկայացնում, որովհետեւ ուզում եմ Աստծո մեծությունը տեսնեք։ Ինքը երբ որ Սողոմոնը Տիրոջ տաճարը կառուցեց, կարդացել եք երևի որ ինչ գեղեցկությամբ, ինչ ճոխությամբ, չէ, ոսկու պատերով, ներսով, դրսով, ամեն ինչով, պղինձով, ամենաթանկ բաներով պատեցին։ 40 տարի շենք կառուցեցին։ Հիմիկ վատները քանի մի տարվա մեջ պատրաստվում են, բայց Տիրոջ տունը 40 տարի։ Երբ որ վերջացրեցին, Աստված ասեց հետևյալը. Երկինքը իմ աթոռս է, ու երկիրը իմ ոտքերիս պատվանդանն է։ Տեսեք, Աստված իր ձեռքերը եւ տարածում էր սենց երկնքի այդ ճոխությունների այդ համաստեղության մեջ, ասում էր սա իմ աթոռն է։ Այս երկիրն է, որ նայում էր Աստված, ասում է, սա ոտքերիս դնելու տեղն է։ Դու այդ ինչ ես սարքել, որ կամ մեջը բնակվում, չէ՞, այս ձև էր դուրս գալի։ Մի փոքր, մի բան էր սարքել։ Ես պետքա գամը տեղ բնակվեմ, ահա շարունակություն ասում է, չէ որ այս ամենքը իմ ձեռքս է շինել, Փառք Հիսուսին, ինչ մեծ Աստված։ Ուրեմն Աստված ուրիշ բնակվելու տեղ ունի։ Աստված ուրիշ տեղ է իր աշկը դրել, որտեղ ինքը պետքա բնակվի Աստծո ժողովուրդ։ Եվ այդ բնակության վայրը իհարկե որն է, ինձ կարաք հուշեք, մարդու սիրտը։ Աստված քարե ձեռքերով շինած տաճարների մեջ չի բնակվում, ինչպես Գիրքն ասում, ապա մարդու սրտի մեջ է բնակվում, եկեղեցու մեջ է բնակվում, իր սուրբերի մեջ է բնակվում։ Բայց Աստծուն այսքան մեծ եւ ճոխ ճանաչելով հանդերձ, ինչ վերաբերմունք արժանացան այն դարի մարդիկ, ինչ վերաբերմունքի արժանացրեցին։ Կամ նույն վերաբերմունքը հիմա էլ են արժանացնում։ Եվ ուզում եմ մի քանի համար կարդամ, դե բոլորդ հաստատ կարդացել եք Հռոմեացիների առաջի գլխի մեջ։ Եվ ասում Աստծո բարկությունը հայտնում է բոլոր ամբարիշտության եւ անիրավության վրա, որոնք ճշմարտությունը անիրավությամբ են բռնել։ Մարդիկ գիտեն ճշմարտությունը։ Մարդիկ գիտեն, որ ամեն ինչը որ կա եւ տեսնում են Աստծո ձեռքի գործն է։ Պատահականության արդյունք չի։ Մարդիկ հասկանում են, որ Աստված է կերակրում իրանց, չէ՞։ Անասուններին, դաշտի գազաններին, երկնքի թռչուններին, ամեն ինչին Աստված է կերակրում։ Ինքն է կյանք տալի, ինքն է կերակրում, մարդուն կյանք տվողը, կյանքը վերցնող, ամեն բանը իր ձեռքն է։ Ոնց որ այն խոսքը հիշեցինք, ինքն է ամեն բանի մեջ, իր ձեռքն է։ Տեսել եք խոտերն էլ չաճեն, որովհետև անասուններն ամեն օր արածում են, արևը մի կողմից չորացնում է, կենդաններն ուտում են, նայում ես դաշտը չոր, հենց մի հատ անձրական նույնս կյանք է առաջանում։ Ինչի, որովհետև Աստված օրենք է դրել։ Ոչ մի ծառ այսքան կտրում են երբեք չի վերջանում, անտառները վառվում է երբեք չի վերջ, ինչի, որովհետև Աստված օրենք է դրել, որ պետք է լինի մինչև, որ ինքը կասի հերիքա։ Օդը երբեք չի վերջանում, չէ՞։ Աստծո ստեղծած օդն ենք շնչում։ Հողը ինչքան նայում ենք, քայլում ենք վրայից, բայց գիտեք ինչքան թանկարժեք է, որ Աստված է ստեղծել։ Մեջը ամենաթանկ քարերը կան, չէ՞։ Ոսկիը, դայմոնդներ, բրիլիանտ, ինչ ասես կա, թանկարժեք քարեր, ոսկի կա, արծաթ կա, պղինձ կա, ամենաթանկ բաները տարիները, հազարավոր տարիները հանում են, երկիրը փորում են, քանդում են, չի վերջանում։ Որովհետև Աստված է ստեղծել եւ ճոխ է ստեղծել եւ մարդու համար է ստեղծել Աստծո ժողովուրդ, բայց այս մարդիկ այս ամեն ինչը իմանալով ինչ արեցին, ճշմարտությունը իմանալով սկսեցին փառքը ուրիշին տալ։ Այսինքն Աստված այդ ամեն ինչ անի եւ դու որպես մարդ բռնեք եւ ձեռքով ինչ որ բաներ ստեղծեք եւ փառավորեք դրան, պաշտամունքներ անեք ինչ որ ձեռքով ստեղծված արձանների եւ ասեք այս ամեն ինչը դու ես ստեղծել, մեզ կյանքը դու ես ստեղծել, ինչ ամոթ է, ինչ արհամարանք է, չէ՞ Աստծո ժողովուրդ։ Ես մի անգամ որ տունը նոր են կարել գնացինք կուխնայի համար բան առնելու, մտանք չինացիները մի հատ ինչ որ խանութ էր մեծ, պահեստեր։ 10 քանի ձևի աստվածներ էր շարած, սենց պատերի տակ շարած էր
Եվ մի կին եկավ, սկսեց մեկին ջուրեր տալ, մեկ առաջ կոնֆետ դրեց, այն մեկի առաջ, չգիտեմ, հաց դրեց, այն մեկի առաջից կոֆեն վերցրեց, փոխեց, ուրիշ կոֆե տվեց, նա եմ ես ինչ ա կատարում։ Ասում եմ, քանի հատ Աստված ունեք, ով ես ինչ ա կատարում։ Դե ասում եմ, ամեն մեկը ինչ որ մի գործ անում է, այն մեկը հաջողությանն է, այս մեկին աղոթում ենք, որ բժշկվենք, այն մեկին աղոթում ենք, որ ով գիտի չեմ էլ հիշ մարդեն։ Ամեն ինչի մա ասում եմ, դրա փոխարեն մենք մի հատ Աստված ունենք, ամեն ինչի համար այդ մի Աստուն ենք դիմում, նախանձացնում է։ Պետք չէ այդքան Աստուն հիշես, ով ինչ է սիրում։ Մի խոսքով։ Մարդիկ Աստուն ճանաչելով ինա դու ոնց որ ասած, փառքը, պաշտամունքը տվեցին գուրքերին։ Եվ դրա համար Աստված բարկացավ։ Դրա համար Աստծո բարկությունը թափվեց այդ մարդկանց գլխին, Աստծո ժողովուրդ։ Մենք էլ պետք է մեր կյանքի օրերի մեջ ուշադրություն դարձնենք։ Այն բաները երբեմն Աստված շատ բաներ անում մեր կյանքի մեջ, բայց մենք փառքը ում ենք տալիս։ Ով Աստված մեզ համար ում ենք տալի փառքը։ Արդյոք Աստծուն ենք տալի, թե մարդուն ենք տալի։ Արդյոք բժիշկներին ենք տալի, թե Աստծուն ենք տալի։ Չէ՞։ Երբեմն պետք է ուշադրություն դարձնենք, որ հաջողությունները Աստծուց եկած, Աստծուն է շնորհակալություն հայտնենք։ Իրան տանք են ամեն ինչի փառքը եւ պատիվը Աստծո ժողովուրդ։ Մի հետաքրքիր պատմություն կա, եւի տեսած կեղմեք, մշեցի Առաքել մի հատ տենց հումորային հաղորդում կա։ Այս մարդու տաքսին մի աղջկա նստում երիտասարդ, աթեիստ, ձեռքին աթեիստի գիրքը կարդալով, չէ՞, ինչ հա։ Այնտեղ ասում են, չես կարդում աղջիկ ջան, ասում է աթեիստ է եւ Դարվինն է, որ ասում է մարդը կապիկից է ստեղծվել։ Սա նա իմ ասում աղջիկ ջան, չգիտեմ քո պապերը ինչքան գեշ են եղել, բայց մեզ Աստված է ստեղծել։ Հիմա իրականից երբ որ նայում ես շարունակություն ասում է, որ մարդիկ փառքը եւ պատիվը, պաշտամունքը տվեցին ստեղծված բաներին, քան թե ստեղծողին։ Ուրեմն մենք չգիտենք աշխարհի մարդիկ ինչ են անում, բայց մենք ողջ փառքը պետքա տանք մեր ստեղծողին, Աստծո ժողովուրդ։ Փառք ինքն է արժանի։ Գիտեք, մարդիկ երբ որ Եվան, Ադամն ու Եվան կերան ծառի պտուղը, բարի եւ չարի ծառի պտուղը, ինչ արեցին։ Հասկացան բարին եւ չարը, հենց ծառի ձևը կոչվում էր բարի եւ չար։ Դրա համար մարդիկ, երբ որ մի բան անում են, իրանք իրանց մեջ հասկանում են, սա բարի է թե չար է։ Որովհետեւ այդ գիտակցությունը հենց ընդեղից սկսվեց։ Առանց մեկը ձեզ սովորեցնելու, երբ որ մի վատ բան եք անում, դուք ձեր ներսը կզգաք դա վատ է։ Երբ որ մի լավ բան եք անում, դուք ձեր ներսը կզգաք, որ սա լավ է, որովհետեւ այդ ծառի պտուղից ժառանգել ենք։ Ադամի օրվանից ժառանգել եք միջև հիմա։ Դրա համար այս մարդիկ ինչի դատապարտվեցին, որովհետև գիտեն, այն ինչ որ անում են գիտեն, որ չար են անում։ Փառք մեր Աստծուն, Աստված այդ ձև չի թողնա։ Մաղաքիայի օրերում հիշում եք մի հատ վիճակ էր եկել, այդ ժամանակվա ժողովուրդը կարծես թե Աստծո հետ սովորական մի կյանք էր եւ Աստված իրանց կյանքի մեջ սովորական մի բան էր դարել։ Աստված պաշտությունը կարծես թե սովորական մի բան էր, ինչ որ ազգերի, ուրիշ ազգերի նման։ Եվ որովհետև մարգարության մեջ երբ որ կարդում ենք, տեսնում ենք Աստծո սրտի նեղությունը, այդ վերաբերմունքը մարդկանց, որ Աստծո հանդեպ ունեցան, Աստված արտահայտում է մարգարեի միջոցով ասելով հետևյալը. տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ կանե։ Եթե ես հայր եմ ասում, իմ պատիվը սուր է։ Մարդիկ մոռացել են Աստծուն պատվեն։ Սովորական մի բան էր դարձել։ Եթե ես Տեր եմ ասում, իմ վախը սուր է, չէ՞։ Մարդիկ Աստծուց վախը կորցրել են, մարդիկ Աստծուն պատվելը կորցրել են, մարդիկ ամեն ինչ կորցրել են, մի սովորական բան էր դարել։ Եվ երբ որ շարունակությունը կարդում ես, տեսնում ես, որ մարդիկ Աստծո անուն առարգում են, հենց այդ ձև էլ ասում է, ով քահանաներ, որ իմ տունս կկենաք, որ իմ տունս կանարգեք, եւ դուք կասեք քո անունդ ինչով, ինչ բանով անարգեցինք։ Քո անունդ ինչով անարգեցինք։ Անարգել են, չեն հասկանում ու զարմանում են, Աստված խոսում է, իրանք է զարմանում, բա ինչով անարգեցինք։ Ասում է, որ կույր կենթանին բերում եք զոհի համար մատուցելու, ասում է։ Գիտեք, Աստված պատվիրել է, որ եթե Տիրոջ համար մի բան ենք անում, ամենալավը պետք է անենք։ Բայց իրանք ինչ են դարել, լավ էս մի կենթանու աշկը դուրս եկած, այս ինչ անենք, այս մեկը շատ նիհարա չարժե պահել, չէ՞, մեկի ոտը կոտրածա, չի կարող քայլի, լավ ինչ կարելի անե, տանենք Տիրոջ տուն, տանենք Տիրոջը նվիրենք, բրցնենք, հա։ Այդ ձև են մոտենան։ Սա Տիրոջը անարգանք է, որտե շարունակության մեջ ասում է, երբ կաղը կամ հիվանդը կմատուցեք, գեշ չէ արդյոք ասում է,
Աղե ասма, եթե զանիկա քո իշխանի ընծայես, միթե քեզ պիտի հաճի։ Եթե տանես ինչ որ մի պաշտոնավոր մի գործով գնացել ես, եթե տանես իշխանիդ, միթե քեզ պիտի հաճի, չի ասես ինչ ես բերել։ Միթե երեսիդ կնայի։ Նույն վերաբերմունքն է, որ մարդիկ ցույց են տալի Աստծուն։ Երբ որ մի բան անում ենք Աստծո ժողովուրդ լավ անեք։ Ինչ եմ ես միշտ ձեզ կոչ անեմ, ասենք, երբ որ ընծաներ եք նվիրում Աստծուն, ձեր լավագույնն արեք։ Սրտանց արեք, լավ արեք, եթե չունեք մի արեք, ավելի լավա չանենք, քանց թե անենք, ալավ էս մեկ մի քիչ ավելացել է, այս տանք Տիրոջը։ Այդ ձև Աստծուն երբեք չանենք, որովհետև Աստված նման վիճակները չի սիրում։ Այս գլուխը մի քիչ երկար է, բայց լավ կուզեմ որ տանը կարդակ, մաղաքը առաջի գլխի մեջ է։ Աստված ասում է, որ ազգերի մեջ իմ անունը պիտի փառավորվի, բարձր պիտի լինի, ազգերի մեջ իմ անունը բարձր է, բարձր պիտի լինի, բայց դուք ասում է, բայց դուք ըսկի ասում իմ տան դուռը ձրի չեք փակում։ Տեսեք ուր են հասել մարդիկ։ Անկամ եկեղեցու դուռը ձրի, փող են ուզում դրա դիմաց, վարձատրություն են ուզում, անկամ տան ճրագները ձրի չեք վառում, ասինքն ամեն ինչը շահ են փնտրում։ Աստծո հետ Աստծո ժողովուրդ պետք է ապրենք առանց շահի։ Նա արդեն իսկ իր լավագույնը տվել է իր որդին, հավիտենական կյանքը, նա արդեն իսկ տվել է փառք մեր Հիսուսին։ Ուրեմն Աստված Աստծո հետ վարվենք առանց շահի, ինքը գիտի մեր կարիքները եւ ինքը հոգում է եւ ասել է տես բաների համար մի աղոթեք, ես կհոգամ։ Չէ՞, կարդացել եք հավանաբար։ Վերջի խոսքի մեջ ասում է, բայց անիծյալ լինի այն խաբեբա մարդը, որ իր հոտի մեջ ворց ունենալով ուխտ կանե, բայց արատավորը Տիրոջը կմատուցան, ասինքն արու կենթանի էր պատվիրված, որ պիտի Տիրոջը նվիրեն եւ լավագույնը, եւ մարդիկ ինչ են անում Տիրոջը բաներ են խոստանում, երբ որ նեղության մեջ են, Տեր, եթե դու այս բանը անես, այս ամենալավ կենթանից կբերեմ, կնվիրեմ քեզ, Տեր, եթե դու այս բանն անես, եկեղեցի կգամ, չէ՞, շատ ենք ասում։ Հետ Տերը թող օշնի գանք, այդ Տերն օշնում այլ չկան, խափեցին։ Այս ձեր բաներ, եթե հովիվներին հարցնեք, ձեզ լիքը դեպքեր կպատմեն։ Ինչքան էլ մարդիկ Տիրոջը խոստումներ տվել, եւ երբ որ Տերը հետաքրքիր բան եմ նկատել, երբ որ նորմալ, այս ձև ասեմ, նորմալ քրիստոնյա, մի բան խնդրում այնքան երկար է տևում, մինչև Աստված պատասխանում է։ Մի հատ այդ ձևի մարդը մի բան խնդրում Աստված շուտ է պատասխանում։ Հետաքրքիր է։ Ու այդ մարդիկ կորչում են, չգիտեմ խի, երբ Աստված փորձում է, ինչ անեմ, ով գիտի։ Քանզի ես մեծ թագավոր եմ, կասե զորքերու Տերը, եւ իմ անունս ազգերի մեջ ահարկու է, փառք մեր Աստծուն։ Ուրեմն ով է Աստված մեզ համար, Աստծո ժողովուրդ։ Մեծ թագավոր է, թե ուղղակի Աստված է։ Պետք է այս բալանսը միշտ պահենք Աստծո ժողովուրդ։ Ինչքան էլ Աստծո հետ շփվենք, մեկը պետք է պահենք Տիրոջ վախը սուրբ։ Ինչքան էլ Աստված մեր հայրը լինի, պահենք այդ վախը, պահենք այդ պատիվը Աստծո ժողովուրդ, իր բարձր դիրքի մեջ։ Երբեք չթողենք, որ ընկնի։ Ցավոք, մեր կյանքի մեջ էլ մարդիկ կան, օրինակ, խնդրում ենք աղոթեք, աղջիկս ամուսնանա։ Աղոթում ենք, երկար տարիներ աղոթել ենք ինչ-որ մեկի համար, աղջիկ ամուսնացավ, որովհետև խոստանում են, որ եկեղեցի կգան։ Խնդրում ենք աղոթեք, երեխա չենք ունենում, երեխա ունենան։ Աղոթում ենք երկար ժամանակ երեխան ունենում են, էլի եկեղեցի չկան։ Աղոթեք, երեխան մի քիչ լավ չի, լավ անա կգանք եկեղեցի։ Աղոթում ենք, լատենանք։ Էլ հույս չունենք։ Էլ ուրախությունով չենք աղոթում։ Ես ճիշտ եմ ասում, այդ ձեր մարդկանց համար, չես կասես, չէ, բայց էլ ուրախությունով է չես, որովհետև գիտես որ խափում են։ Քանի անգամ արդեն փորձվել է, այդտեղ մինչև երբ։ Ցավոք, շատերի համար Աստված միայն կարիքներ հոգացող Աստված է։ Ցավոք, շատերի համար միայն բժշկող Աստված է։ Միայն շատերի համար նեղություններից ազատող Աստված է։ Ու այս ձև շարունակ, իսկ ով է նա մեզ համար։ Այս ամենակարևոր հարցն է, որ միշտ պետք է պահեմ։ Ով է նա մեզ համար։ Մատթեոս 16-րդ գլխի մեջ կարդամ, որ ավելի լավ եղնի։ Հիսուս Փիլիպոս Կեսարիայի կողմերը գնալով իր աշակերտներին հարցրեց ու ասեց, թե մարդիկ ինչ են ասում, ով եմ ես։ Եվ աշակերտները պատասխանեցին եւ ասեցին, ոմանք ասում են դու Եղիան ես։ Եղիային ճանաչում եք։
Ոմանք ասում են դու Երեմիան ես։ Ոմանք ասում են դու Հովհաննես Մկրտիչն ես։ Ոմանք ասում են դու մարգարեներից մեկն ես։ Այս շատ լավ բան է, շատ, բայց Հիսուսին մարգարեից բարձր էլ պաշտոն չտվեցին։ Շատերի համար միայն մարգարե եղավ, ինչ որ մի մարգարե եղավ։ Իսկ ով է մեզ համար։ Հիսուսը հարցեց, իսկ ես ով եմ ձեզ համար։ Այս ամենակարևոր չաշխարհի համար ով է Հիսուսը։ Կարա Դավիթի որդի լինի, վատ չի, կարա մարգարե եղներ, վատ չէր, կարա հրեշտակ եղներ, վատ չէր, կարա մարդու որդի, վատ չէր, բայց ամենակարևորը թե ով եմ ես ձեզ համար, այս ամենակարևոր հարցն է։ Եվ Պետրոսը ասեց, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, Փառք Հիսուսին։ Ինչի Քրիստոսը, ինչի Հիսուսը չէ, ինչի Քրիստոսը։ Որտեվ Հիսուս շարունակում ասելով, որ երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, որտեվ մարմինը եւ արյունը չհայտնեցին քեզ, ապա իմ հայրս, որ երկինքն է։ Գիտեք, եթե մեկի համար Հիսուսը դեռ Հիսուս է, բայց Քրիստոս չի, ինքը դեռ վերստին ծնված չի։ Հովհաննես ավետան թղթի մեջ Հովհաննեսը գրում է. Եթե մեկը հավատում է, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծուց ծնված է, այսինքն փրկիչը օծյալ Տերն է։ Նա կարա միայն քեզ համար փրկիչ եղնի, ազատագրող եղնի, նեղություններից հանող եղնի, շատ լավ բաներ է, բայց եթե նա դեռ քեզ համար Տեր չի, նա դեռ քո Տերը չի, քո օծյալ Տերը չի, դու դեռ վերստին ծնունդի կարիք ունես։ Որտեվ սա հորից է գալի, Աստծուց է գալի։ Եվ մենք մեր սրտերի մեջ պետք է նայենք Աստծո, ով է Հիսուսը մեզ համար։ Ով է Հիսուսը, որ քայլում էր դեպի Երուսաղեմ, եւ ով էր քեզ համար։ Այսքան տարիներ հատուկ ուշադրությունով չեմ նայել այս հատվածին, հատուկ Հիսուսը մտավ, մարդիկ ուրախացան, մարդիկ ցնծացին, բայց մի քանի կարևոր բաներ տեղի ունեցավ, որի մասին կուզեմ իմանալ։ Առաջի բաներից մեկը, որ Հիսուսը էշի վրա նստած չէ գնաց։ Ինչի էշի վրա նստած։ Ձիով գնայինք ավելի փառավոր։ Արդյոք միայն խոնարհության խնդիրներ։ Արդյոք միայն հեզության խնդիրներ։ Չեմ կարծում։ Հիսուսը ոչ մեկին ապացուցելու բան չուներ, որ ես տեսեք ինչ հեզ եմ, ինչ խոնարհ թակավոր եմ, էշի վրա նստած կգամ։ Խաղաղության խորհրդանիշ է էշը, չէ՞, էշի վրա գնում ես։ Հիսուսը ձիել ուներ, ասեմ ձեզ։ Հայտնության մեջ որ կարդաք Հիսուս ձիով է գալու եւ վրեժխնդրությունով է գալու։ Էշի վրա լադեր ավելի հանգիստ եկավ։ Այս էշի պատմությունը ուզում եմ դուք շատ տարբերակներ եք լսել, բայց ուզում եմ հենց ելից գրքի մեջ մի հատ հետաքրքիր հատված կարդամ էշի մասին, Աստծո շնորհով։ 34-րդ գլուխ, ուրեմն 19-20 համարները։ Ամեն մոր արկանդ բացողը իմս է։ Նույնպես քու անասուններուտ ամեն արու առաջնեկը թե արչար լինի եւ թե ոչխար իմս է։ Այս հասկանում եք այս բա, այսինքն ամեն անդրանիկը Աստծուն էր, վերջ։ Կար կեղներ, կով կեղներ, ինչ որ կեղներ Աստծուն էր, պետք է տանեն եւ Աստծուն նվիրեն, զոհաբերեն։ 20-րդ խոսքը։ Բայց Իշու առաջնեկը Իշու հետաքրքիր է, շատ ընտանիք կենթանիներ կա, ոչ մեկի մասին չի խոսում, բայց էշի մասին հատուկ գրում է, հատուկ։ Չգիտեմ ինչի, բայց Իշու առաջնեկը գառնուկով փրկե։ Եվ եթե չփրկես, այն ժամանակ նրա վիզը պետք է կտրես։ Էշի քուրակ, որ ասում ենք, մի հատ Հիսուսը գիտեք, մի հատ էշ կար, մի հատ է քուրակ, որի վրա մարդ երբեք նստած չէր։ Որովհետև մյուս ավետարանի մեջ որ կարդաք ավելի པարզ կտեսնեք, որ ասում է եւ էշի եւ քուրակի վրա, հետաքրքիր է, չգիտենք տոշնի որի վրա նստած գնացե, բայց այն որ էշի քուրակը գնում էր, սա նշան էր Իսրայել ազգի համար, որ Հիսուսը պետք է Երուսաղեմ մտներ։ Սա նշան էր, որովհետև Իսրայել ազգը Աստծո կողմից հատուկ շեշտվել է ելիցի մեջ, որ այս ազգը խստապարանոց ժողովուրդ է։ Եթե ասում մի րոպեով մտնեմ ձեր մեջ, ձեզ բնաջինջ կանեմ, ասում Աստված։ Դրա համար Աստված նրանց մեջ չէր քայլում իր հրեշտակներ ուղարկել։ Որովհետև Աստված հրաշքեր անում, իրանք ուրանում են։ Աստված հրաշքեր անում, իրանք սրտերը խստացնում են։ Աստված հրաշքեր անում, իրանք մեղքեր են գործում։ Եվ
երբ որ Հիսուսը պետքա գնար ջրում մկրտվելու, ինչ ասեց Հովանես մկրտիչը, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը վերցնում է իր վրա։ Սա մի հատ նշան էր, որ այս էշը պետք է փրկագնվեր։ Եվ Հիսուսը նրա վրա հենց այս համարներ երևում, հետ ժողովուրդը այս համարը տեսան, որ կամ իրենք պիտի ոչնչանային, կամ ինչ որ մեկը իրենց փոխարեն պիտի ինչ ալեր փրկագնվեր, եւ դա Հիսուսն էր, Աստծո գառն էր։ Փառք մեր Հիսուսին։ Այս առաջին նշանը տեսան եւ սկսեցին ինչ անել, իրենց հանդերձները փռել Հիսուսի վրա։ Ես պատկերացնում եմ այդ պահը եւ երբ որ մարդիկ իրենց հանդերձները հանեցին, տկլոր մնացին, որտեղ հանդերձ չունեին։ Եվ ինչ էր խորհրդանշում։ Ես հավատում եմ, որ սա մարդիկ իրենց ընդհանրապես մարդու հանդերձ սուր գրքի մեջ մարդու արդարությունն է խոսում։ Մարդիկ իրենց արդարությունը փռեցին Հիսուսի տակ։ Մարդիկ կարծես այդ պահին մնացին դատարկ, մերկ, բայց պետք էր որ ինչ որ մեկի արդարությունը հագնեին եւ դա Հիսուսն էր։ Հռոմեացիս, ուրեմն 5-րդ գլուխ առաջի խոսքը։ Ասում է. իսկ արդ մենք հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն այս խաղաղությունը, որ էշի վրա նստած, նաեւ խաղաղության խորհուրդն էր Աստծո կողմից, Հիսուսը էշի վրա երբ որ գնում էր, ինքը նաեւ արդարությունն էր։ Մարդիկ իրենց արդարությունը փռեցին Հիսուսի առջև եւ Հիսուսի արդարությունը, այսինքն հավատում ենք, ընդունեցին Հիսուսին, այդ արդարությունով ծածկվեցին։ Ուրեմն Աստծո ժողովուրդ շարունակության մեջ ասում է, որ իմ ամենասիրած հետարքիր հայտնությունը, որ Տիրոջից եմ առել, ուզում եմ անպայման ձեզ փոխանցած եղնեմ։ Ղուկաս, ուրեմն 19-րդ գլուխը։ Եվ սկսեցին աղաղակել ու ասել։ Հետարքերա, որ աղաղակողները Հիսուսի աշակերտներն էին։ Հետը շատ ժողովուրդ կան, բայց Հիսուսի աշակերտներն էին աղաղակում, որտես ամեն ինչը Հիսուսի աշակերտները հասկացան։ Որտեվ հավատում են, որ սրանից հետո աղաղակում են խաչի դրան, չէ՞։ Հավատում են, որ Հիսուսի աշակերտները չեն, են բազմությունն էր, որտեղ հավաք, որտեղ երբ որ Հիսուսը մտնում է, ասում ամբողջ քաղաք շարժվեց, այս սովագալի, չէ։ Քահանաներն ներկային ասում են, վարդապետ քո աշակերտներիդ հանդիմանի թող լուր, էս ինչ են ասում։ Տեսեք ինչ ասում։ Ինչ են աղաղակում։ Օրհնյալ է թագավորը, որ Տիրոջ անունով կգա։ Երկնքի մեջ խաղաղություն ու փառք բարձրության մեջ։ Այս վրա եմ ուզում կենտրոնանանք։ Երբեք ուշադրություն չի դարձրել այս խոսքերի վրա։ Երկնքի մեջ խաղաղություն եւ փառք բարձրության մեջ։ Ինչ էր սա։ Եկեք Հիսուսի ծնունդը գնանք։ Ղուկաս 2-րդ գլուխ։ Եվ իրար հետ կհամեմատենք եւ հետարքիր բան կստա։ Երբեք մտածել եք, թե ինչի հենց այս աղաղակեցին։ Երկնքի մեջ խաղաղություն եւ փառք բարձրության մեջ։ Մտածել եք երբևէ։ Ինչի հենց այս աղաղակը, թող ասեն փառք ես Տեր Աստված, փառք ես Հիսուսի համար, փառք ես, թող մի ուժ բան աղաղակեն։ Երբ որ Հիսուսը ծնվեց, ասում է, որ երկնքից հրեշտակներ հայտնվեցին եւ ինչ էին ասում։ Ո՞վ է հիշում։ Ավետիս տվեցին հովիվներին, դաշտի մեջ հովիվներ կային, ավետիս տվին, որ մի մանուկ ծնվեց, բան սկսեցին պատմել։ Եվ ասում է հրեշտակների հետ մի մեծ բազմություն հավաքված, ինչ են աղաղակում, երկնքի բարձրության մեջ փառք Աստծուն, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն։ Ուշադիր եղեք, ստեղ հետարքիր մի հատ բան կա։ Հրեշտակներն աղաղակում են երկնքի բարձրության մեջ փառք Աստծուն, այն մարդիկ էլ են աղաղակում երկնքի բարձրության մեջ փառք Աստծուն։ Հրեշտակներն ասում են երկրի վրա խաղաղություն, այն մարդիկ ասում են երկնքի խաղաղություն։ Հասկանում եք ինչա կատարվում։ Հրեշտակներն ասում են երկրի վրա խաղաղություն, մարդիկ ասում են երկնքի վրա խաղաղություն։ Հիմա ուշադիր եղեք։ Այս բանը շատ կարևոր բան է։ Աստված երկնքից Հիսուսի ծնունդով իր ձեռքը մեկնեց խաղաղության համար։ Երկրի վրա խաղաղություն։ Մարդիկ Հիսուսին տեսնելով, երկրի վրա այդ հասկանալով այս ամբողջ խորհուրդը իրենք էլ աղաղակեցին հակառակը, երկնքի խաղաղություն։ Այսինքն, երբ որ նայում ես այդ պատկերը, տեսնում ես, որ Աստված իր ձեռքը մեկնում է Հիսուսով, որտեղ ասում է մարդկանց մեջ հաճություն, որը Հիսուս Քրիստոսի ներկայությունը, իր ձեռքը մեկնում է մարդկանց փրկելու խաղաղություն, որտեղ առանց Հիսուսի մարդու եւ Աստծու միջեւ Սուրբ Գիրքն ասում է, որ թշնամություն կա։
Առանց Հիսուսի մենք Աստծո հետ թշնամիներ ենք, հիշենք։ Երկրի վրա Աստված ձեռքը մեկնել է մինչև այսօր եւ ասում է խաղաղություն, արի խաղաղություն կնքենք։ Մարդիկ հասկանալով իրենց ձեռքերը ուղեցին Աստծուն եւ ասին երկնքին խաղաղություն, այսինքն Աստծո եւ մարդու միջև Հիսուսով հաշտություն ա կնքվում։ Սա ինձ համար շատ հրաշալի է, թեև փոքր երևացող բաներ շատ են կարդացել, բայց ուշադիր չենք եղել։ Նույն ձեռքը Աստծո օրս է Աստծո ժողովուրդ։ Աստված այդ ձեռքը մինչև օրս պարզած է։ Եթե մեր մեջ կան մարդիկ, որոնք դեռ Աստծո ձեռքը պարզած է մնացել եւ դու դեռ քո ձեռքը չես պարզել դեպի Աստված, ես քեզ ուզում եմ հարց տամ, թե ով է Աստված քեզ համար։ Ուղակի փրկիչ, ուղակի Աստված, ուղակի ով է ինքը քեզ համար։ Եթե Տերը գա, արդյոք կփրկվես, եթե նրա ձեռքը չես բռնել, չեմ կարծում կփրկվես։ Ով է Աստված քեզ համար։ Այսինքն տեսնում ենք, որ Աստված իր ձեռքը պարզել է եւ հաշտություն առաջարկում ամեն մի մարդու Աստծո ժողովուրդ։ Եվ իմ այսօրվա խոսքս ուզում եմ այստեղ վերջացնեմ, որ եթե կան մեր մեջ մարդիկ, որ կուզեն իրենց ձեռքը մեկնեն Աստծուն եւ չթողեն Աստծո ձեռքը օդի մեջ, ուրեմն այսօր ժամանակն է, որտեվ այս խոսքերը Աստված պատահական չի տվել եւ այսօրը պատահական չի եղել։ Սա մի հատ խոսքա չէ, սա այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Գիտեք, շատ մարդիկ կա, որ իրենց ամբողջ կյանքի մեջ ապրել են ինչպես որ ուզել են։ Բայց երբեմն հնարավորություն ա եղել մահվան օրը շատերը ձեռքը Աստծո ձեռքը վերջապես բռնեն։ Բայց քանի որ խոսքը այսօր ունենք Աստծո ժողովուրդ, Աստծո ձեռքը դատարկ չթողենք, բռնենք, որտեղ ինքը իր ձեռքը մեկնեց, առաջին ինքը մեկնեց եւ ասեց խաղաղություն։ Եվ ժողովուրդը հասկացան եւ իրենց ձեռքերը աշակերտները իրենց ձեռքերը մեկնեցին եւ ասեցին խաղաղություն, այսինքն հաշտություն։ Աստված ձեռքը մեկնել է եւ խաղաղություն ա ուզում մարդու հետ։ Այս մարդիկ շատ ժամանակ չեն ուզում, ամեն պատճառ բռնում են, որ այսօր ժամանակը չի, լա հետո լա Հիսուսը Իսկ միայն փրկիչ է, բայց Տեր չի լա դեռ։ Եվ այլն, միայն իմ կարիքները հոգացող է, միայն պաշտպանող է, միայն բժշկողն է, ով է Աստված ինձ համար։ Եկեք կայնենք աղոթքի Աստծո ժողովուրդ։ Եկեք մեր սրտերը պատրաստենք, մեր ձեռքերը Աստծուն բարձենք եւ ասենք երկնքին խաղաղություն եւ փառք բարձրության մեջ։ Բոլոր դեպքերում փառքը Տիրոջն է։ Առաջի դեպքում էլ հրեշտակները փառքը տվեցին Տիրոջը, երկրորդ դեպքում էլ աշակերտները փառքը ուղղեցին Տիրոջը։ Առաջին դեպքում Աստված իր ձեռքը մեկնեց, երկրորդ դեպքում աշակերտները հասկանալով իրենց ձեռքը մեկնեցին Տիրոջը։ Ուզում եմ, եթե մեր սրտերի մեջ նայենք ամեն մեկս, եթե դեռ մինչև օրս մեր ձեռքերը Աստծուն չենք տվել, Աստծո ժողովրդի հիմա ժամանակն է։ Ասենք Տիրոջը Տեր, երկնքին խաղաղություն։ Տեր, նայիր մեր ձեռքը, եկեք աղոթենք, փառք ես Տեր։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար, որ դու ես պատրաստել Տեր։ Այո, Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրդանշում էր Տեր կյանքի հաղթությունը դեպի մահվան, Տեր իմ Աստվածս։ Դու գիտակցելով ես գնում մահվան, Տեր իմ։ Դու հասկանալով ես գնում մահվան, Տեր։ Դու պատահական չես գնում, դու հասկանալով փառք ես Տեր, շնորհակալ ենք իմ Աստվածս։ Մենք հասկանում ենք, որ Աստված իր ձեռքը մեկնեց եւ փրկության ճանապարհը պատրաստեց եւ Հիսուսով խաղաղության կոչ ուղղեց Տերին։ Եվ ուզում ենք ասենք Տերին, որ այսօր ժամանակն է եւ մեր սրտերը պատրաստ են Տեր, եւ ուզում ենք ասեմ, որ երկնքին խաղաղություն, փառք ես Տեր։ Թող այն թշնամությունը, թող այն մարդու եւ Աստծո միջև եղած հակառակությունը, թշնամությունը քանդվի Հիսուսով Տերին եւ Հիսուսի արդարությունը Տեր, թող տարածվի ամեն մեկից վրա Տեր իմ Աստվածս։ Թող ազատ լինենք ամեն մարդկային պատճառաբանություններից, ամեն մարդկային արդարություններից Տերիմ եւ ուզում ենք Աստվածայինը լինի, ուզում ենք Քրիստոսինը լինի Տեր։ Դու ես մեզ համար զոհվել, դու ես քո կյանքդ մեր մեջ դրել Տեր իմ Աստվածս եւ ուզում ենք որ Տեր այն գործը որ սկսել ես Տեր միջև վերջ ավարտին հասցնես Տեր։ Դու ես ամենը, ամեն բանի մեջ Տեր իմ Աստվածս։ Փառք ես, շնորհակալ ենք Տեր։ Սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ Հիսուսի անունով։ Ամեն։
սրտի իմ հոգին քոն է իմ կյանքը քոն է չեմ ուզում ապրել առանց քեզ իմ հոգին քոն է միայն քոն է ուզում եմ ապրել քեզ համար